Օրդ բարին սկսում է իր աշխատանքը 21 TV եթերում մեծ սիրով, ուրախությամբ, դրական էներգիայով լցված ես եկել եմ, որպեսզի արթնանանք միասին։ Ինչ է հարկավոր, որպեսզի արթնանանք, դե իհարկե ուրախ ու լավ ռիթմեր։ Առաջարկում եմ այս պահին տեսահոլովակ, որից հետո կհանդիպենք, ասեմ, շատ հետաքրքիր եթեր է սպասում, նույնիսկ պոետիկ։ Իսկ թե ինչու, կիմանաք տեսահոլովակից հետո։ Գնացինք։ Դե ինչ արթնացանք, թարմացանք, շատերի մոտ հարց է ծագում, ինչ նախաճաշել, ինչ պատրաստել այսօր, լավ կլինի, որ առողջ ծնվենք ամեն դեպքում, եթե տանն եք, զբաղված եք տնային տնտեսությամբ, հաջողություն եմ մաղթում ձեզ, բայց առաջարկում, որպեսզի հեռակառավարման վահանակով մի փոքր բարձրացրեք ձայնը, քանի որ ունենալու ենք հետաքրքիր զրույց, իսկ մինչ այն հարցը, որ ծագում է բոլորի մոտ, ինչ հագնել այսօր, ինչպես հագնվել կամ ինչ գույն կրել, ես մասնագետ չեմ կարող պատասխանել, նույնիսկ չգիտեմ որքանով է մոդայիկ հագնված այս պահին, բայց վստահաբար կան մասնագետներ եւ կա էջ, որը մեզ կօգնի այդ հարցում։ Հենց այս պահին կվիզի էջը։ Գնացինք դիտելու, իմանալու, տեղեկանալու ու հետևելու խորհուրդներին։ Ոճային հուշումներ։ Նորմալ է թե ոչ։ Կետեր վերարկուի հետ։ Եթե կոստյումը չափազանց դասական է, ապա նորմալ չէ։ Իսկ եթե մի փոքր սպորտային նոտաներ գոյություն ունի, ուրեմն նորմալ է։ Խոշոր ճարմանդով ֆիրմային գոտի։ Նորմալ չէ, ինչու ցուցադրես ինչ ես կրում, հագնվիր քո համար։ Խոշոր լոգո կրծքավանդակին։ Նորմալ չէ, ապրիր քեզ համար։ Սև դասական գուլպաներ բաց տաբատի հետ։ Նորմալ չէ, տեսքն անընդունելի է։ Գուլպաները պետք է համընկնեն տաբատի գույնի, քանի որ դրանք ոտքերի շարունակությունն են։ Իսկ կոշիկները կարող են լինել ցանկացած գույնի։ Բոլոր կոճակները կոստյումի վրա կոճկելը։ Նորմալ չէ, վերջին կոճակը պետք է միշտ արձակված լինի։ Վերադարձանք տաղավար, արդեն բոլոր հարցերի պատասխանները պարզ են այն պարագայում, թե ինչ հագնենք եւ ինչպես հագնվենք, բայց առաջարկում եմ հիմա տեղափոխվենք այլ դաշտ, գրականության դաշտ։ Իմ ձեռքում արդեն կա մի գիրք, որի մասին այսօր խոսելու եմ, Ասատուր Հակոբյան, Նարգիզի բույրը։ Թե ինչպիսին է Նարգիզի բույրը, կիմանանք զրույցի ընթացքում, որովհետեւ Ասատուր Հակոբյանը ֆրանսիահայ գրող է եւ հայ ընթերցողի դատին վերջերս է ներկայացրել Նարգիզի բույրը։ Եղել է գրքի շնորհանդեսը, որը պատիվ եմ ունեցել անձամբ ես վարելու, այս եւ ամենի մասին կզրուցենք Ասատուրի հետ։ Ասատուր Հակոբյան, բարի լույս։ Բարևանեք։ Շատ ուրախ եմ, որ օրդ բարի շրջանակներում այսօր իմ տաղավարում ես Ասատուր ջան։ Նմանապես։ Բարով ես եկել։ Եվ ճիշտն ասած, մինչ զրույցը սկսել, ուզում եմ հասկանալ առհասարակ ինչպես միտք ծագեց այս տարիքում գրել, որովհետև ուսումնասիրելով ձեր պատմությունը, ձեր կյանքը, ես գիտեմ, որ շատ տարիներ առաջ Հայաստանը լքել եք, գնացել Ֆրանսիա, բայց այդ ժամանակ կարծես թե չէիք գրում, թե կար մանկությունից։ Մանկությունից կար, բայց սկսել եմ գրել ռեալ վեպի ու գեղարվեստի շուրջ մոտ 8 տարի առաջ։ Առաջի գիրքս չի հրատարակվել է միանգամից երկրորդը, իսկ հայերեն առաջին թարգմանությունն է։ Իսկ ինչու չէր հրատարակվել, համարձակությունը չէր ներում, թե մտածում էիք հանձնել չհանձնել Ֆրանսիայում։ Անձամբ լինելով մյուսների կարծիքը շատ հաշվի չառնող, ես սովորաբար իմ ճանապարհն ինքս եմ ուղղում։ Մի տեսակ դժվար է այդ մտածումը մտորումներից հետո հանձնվել ինչ-որ հասարակության դատին։ Երկար ժամանակ գրում էի ուղղակի իմ համար։ Պատահական ստացվեց, ընկերներիցս մեկը նկատել էր, որ գրում էի, պնդեց, որ կարդա շատ հավանեց։ Ոգևորիչ էր այդ ամեն ինչը ու դեռ ոչ ոքի չեմ ասել, բայց այն ժամանակ, երբ առաջին անգամ պատահական ծանոթացանք Ֆրանսիայում ես ու դու, արտակետ ամուսնուդ հետ, այն ժամանակ շատ պատահական դու ասացիր, որ գեղեցիկ ես խոսում, ինչի չես գրում։ Այո, ես ասել եմ այդ տողը։ Առանց իմանալու, որ արդեն գրում էի, ասեմ, որ դա նմանատիպ ուրիշ խոսքեր շատ ոգևորիչ են ու կամաց մտորումները բերեցին նրան, որ արդեն մի տեսակ պարզ դարա, որ ինչու ոչ։ Գրեցի ֆրանսերեն, միշտ գրում եմ ֆրանսերեն, առհասարակ խոսքներ չէր կարող որ չգրվել հայերեն, պետք էր պարտադիր ու արդեն մի քանի ամիս մտորումներից հետո վերջնական որոշեցի, որ գիրքը ներկայացնեմ հայերեն ու սրան հաջորդող բոլոր գրքերը ներկայանալու են հայերեն։ Ֆրանսիայում երբ հանձնեցիր գիրքը դատին, ինչպիսին էր արձագանքը հենց իրենց ֆրանսիացիների։ Արձագանքը շատ բարձր, առաջին իսկ ընթերցումից շատ սիրվել է, տարածվել շատ։ Դրանք անձնականի շուրջ են, բայց երբ ասենք հատկապես ծանոթների շրջանակներում առավոտը արթնանում եմ ու SMS-ներ եմ ստացած լինում 4-ին 5-ին, որ չեն կարողանում կտրվել, շատ հետաքրքիր էր, հեղինակի համար դրանից մեծ գնահատական չկա։
Գանք Հայաստան, երբ որոշեցիր, որ այստեղ պետք է հանձնես դատին, շնորհանդեսը ինչպես անցավ եւ ինչքանով է յուրահատուկ քո գիրքը, որովհետեւ գիտեմ ունի ուրույն ձեռագիր, որը Հայաստանում այդքան էլ ընդունված չէ։ Ընդունված չգիտեմ, տարածված չէ։ Մեր ճանապարհը պիտի հարթենք, պիտի անենք այնպես, որ ընդունվի։ Իհարկե ոչ ուժի գնով, պիտի կարողանանք դուր գալ։ Գիրքը տարբեր ժանրերի խառնուրդ է, ինչպես արդեն առիթ ունեցել եմ ասել տարբեր տեղեր, ֆրանսերեն նման ժանրերը մտցնում են սև ժանրի մեջ, ասում են նուար վեբ, իր մեջ պարունակում է թրիլերի, պոլարի, դետեկտիվի, սիրային արկածների, ինչպես նաև ծնողական սեր ու հոգեբանական լուրջ մտորումներ։ Այդ ամենը մտցնել մի ժանրի մեջ գրեթե անհնար է, հենց ֆրանսիացի մասնագետներն իրանք պարզապես ունեն այդպիսի շարք կոչվում է série noire սերիաներ, մտնում է դրա մեջ։ Հայերեն արդեն ինձ ասել են, որ հայատար գրող ժանրի մեջ առհասարակ չկա ու ինձ ֆրանսիայում էլ ասել, որ չկա, կա նմանվող, կա շուրջը պտտվող, բայց ձեռագիրը ոնց ինչպես ասեց Իրանայ ջան, ուրույնը ու ըստ երևույթին տարբեր ես ինքս եմ փնտրում փորձել հասկանալ ում եմ նմանվում գրելով, բայց դեռ չեմ գտել։ Կարծում եմ նմանը չունեցող է այս բարակայում։ Ով օգնեց թարգմանության հարցում։ Կարեն Խուրշուդյանը, իմ շատ լավ ընկեր Կարեն Խուրշուդյանը, որը փայլուն աշխատանք է կատարել, բնականաբար պետք էր որ ես բերեի իմ ձեռագրին, այդ ամեն ինչը համատեղ արվել է, բայց գիրքը թարգմանել է Կարեն Խուրշուդյանը։ Վստահաբար հիմա հեռուստայտողը մեզ դիտում է եւ ասում է որտեղից կարող ենք ձեռք բերել գրքերը, արդեն հասանելի են մեր գրախանութներում։ Իհարկե, ամենամեծ գրախանութներում Զանգակ, Բուկինիստ, տարբեր տեղեր եւ դեռ շարունակում եմ արդեն բանակցությունները տարբեր գրախանութների հետ որ թողենք ինձ։ Այ ուզում եմ իմանալ, եթե արտասահմանում են մարդիկ գտնում, բայց ցանկությունն են կլինի հետագայում տարբերակ պատվիրելու գրքի, ձեռք բերելու, որտեղ վստահաբար Սփյուռքում էլ շատերը կցանկանան կարդալ, լինելու է նման հնարավորություն եւ արդյոք կարող են գրել ձեր էջին։ Մեր մեծ գրախանութներն արդեն առաքում են արտասահման, ես ինքս հետս օրինակներ եմ տանելու, ես այնտեղ Amazon-ում, այստեղ Viber-ի շեստում, ես ինքս վաճառքը կազմակերպում եմ, հա այնտեղ էլ առաջարկվելու, թե մեր գրախանութների կողմից այստեղ, թե այնտեղ հենց իմ կողմից։ Պիտի անկեղծանամ, ես առաջին երկու գլուխն արդեն կարդացել եմ եւ շատ արագ է կարդացվում, գործողությունները հետաքրքիր են ու այնպես է ներկայացված հեղինակի կողմից, կարծես ֆիլմ դիտես, կարծես դրվագները մանրակրկտորեն, հա, քեզ տանում են իրենց հետևից ու կադրային փոփոխություն է տեղի ունենում։ Կա նպատակ արդյոք հետագայում ֆիլմ ստանալ։ Նպատակ, ցանկություն, երազանք իհարկե։ Մենք դրա շուրջ լուրջ աշխատանքներ եմ կատարում, անպայման ուզում եմ որ ֆիլմ դառնա։ Արդեն կարդացողները ինչպես դու Անայ ջան ասում ես, որ ինքը արդեն շատ պատկերավոր է ու եթե աշխատանքի հետ մասնարված է, էկրաններ դուրս գա արդեն շարունակությունն է բանական։ Հույս ունենանք ամեն դեպքում։ Գրավենք նաև ռեժիսորներին, որ անպայման ձեռք բերեն ու կարդան։ Այս բaragam մեզ հետ կապ հաստատեն։ Ասատուր, չնայած նրան, որ երկար տարիներ է ապրում ես Ֆրանսիայում, կրթությունը եւ մանկությունը տանցել է այստեղ եւ կրթությունը ստացել է այստեղ։ Կան արձագանքներ, չգիտեմ, ուսուցիչների, մտերիմների, ծանոթների, ովքեր արդեն տեսնում են քեզ որպես հեղինակ, գրող ու ինչպիսին է զգացողությունը։ Դու երևի ինչ-որ մոտ 6-րդ գարանի պիտի թերապևտես Անայ ջան, իհարկե կա ամեն ինչ կա ընկերական շրջապատից հատկապես ու ընկերական այնպիսի շրջապատից, որ ես իրանց առհասարակ կարծացող չեմ համարել, խոսեցի ուսուցիչներից, հրավիրված եմ մեր դպրոց, պետք է գնամ աշակերտների հետ խոսամ, արդեն հրավիրվել էի, հիմա արդեն պաշտոնապես պետք է գնամ հանդիպեմ աշակերտներին, խոսեմ գրքի մասին։ Այսինքն լինելու այն դպրոցում, որտեղ սովորել եմ, հիմա աշակերտներին պետք է գնամ խոսեմ, թե ինչպես ենք հավարտում 110-ը, գնում Ֆրանսիա, գիրք գրում, հետ գալիս թարգմանում, պիտի խոսենք այդ ամենի մասին ու կյանքի տարբեր ուրիշ շերտերի մասին։ Քո փորձով կիսվես ու ինչու ոչ, նաև հանդիսանաս մոտիվացիա երիտասարդների համար, որ հասկանան, որ լինում է կատարվում։ Իմ նկրտումներից մեկն է, որ կարողանամ իմ փորձի լավ կողմերը փոխանցեմ մեր երիտասարդներին ու առհասարակ մեր շրջապատող մարդկանց, այսօր շատ կարևոր է, որ մեր լավ փորձը փոխանցենք մեր հարազատներին եւ մեր հարազատների շրջանակներից դուրս։ Ասում եմ, եթե կարողանում ես, չես կարողանում մի բան անել, դա թուլություն է, իսկ եթե կարողանում ես անել ու չես անում, դա դավաճանություն է։ Կստացվի, չի ստացվի չգիտեմ, բայց վաղը կամ մյուս օրը մեզ չպիտի մեղադրենք մեր չարասների համար։ Պիտի անենք, եթե չստացվեց, ոչինչ։ Մեր եթերում արդեն խոսում ենք հստակ իմաստուն աֆորիզմներով, այս բaragam Ասատուր Հակոբյանի կողմից բարդ է եղել ճանապարհը մինչև հասել ես կետին։ Ճանապարհը եղել է ինչ եղել է, ճանապարհը բարդություն չունի, բոլոր ճանապարհներն ունեն իրենց գեղեցկությունը։ Իմ խորին համոզմունքն է, որ խոչընդոտներ չկան, խոչընդոտն ինքը ճանապարհն է։ Անցել ենք ճանապարհներով, հասել ենք սրան։ Հիմա այսօր փորձել ամեն ինչ սահմանել, թե ինչու կարծում եմ դա մեզ կտանի սխալ ճանապարհով, ինչպես մարդիկ փորձում են սահմանել սերը, փոխանակ սիրեն, ուզում են սերը սահմանեն, մարդիկ փորձում են երգել, փոխանակ դառնան երգը։
այսօր գրողը պիտի դառնա իր տողերը պարզապես ճանապարհն այն է ինչ կա, այսօր եղածի վրա չենք լացում, եղածի վրա կառուցում ենք, շատ կարևոր է։ Միշտ հավատացել եմ դրան միանշանակ։ Լավատեսություն ուղղակի հիմար լավատեսություն չի, որ ասենք մոլախոտեր չկան այգում, չէ, պիտի դուրս գանք, մոլախոտերը քաղենք ու թողենք, որ ծաղիկները ծաղկեն բարձրավիտակ։ Ինչն է հանդիսանում քո մուսան, որ քեզ տիպում է գրել ու առհասարակ պետք է դրա համար տրամադրվես, թե ուղղակի կա մի պահ, որ առանձնանում ես ու գրում։ Պիտի լռել իմանալ, եթե սկսում ենք մեր շրջապատող աշխարհը ուսումնասիրել, հասկանում ենք, որ ամբողջ առողջությունը մի ահռելի խլացուցիչ աղմուկ է։ Մեր ակաժներ ուղղակի ծրագրավորած են, որ չլսեն ինչ որ հաճախականություն ներքև կամ վերև։ Երբ կարողանանք մեր հոգու աղմուկը խեղդել, լսում ենք կյանքի խոսքերը, կյանքը մեր հետ խոսում է, ուղղակի պարզապես պետք է իմաստությունը փոխանցել։ Իսկ եթե շատ ավելի ենք լռում ու կարողանում ենք լրացնել նույնիսկ այդ կյանքի խոսքերը, կարողանում ենք լսել նույնիսկ իրականության սրտի զարկերը։ Այդ ամեն ինչը շատ կարևոր է, պետք է հասկանանք, որ մեր խոսքը ուղղակի տարածելը ամենակարևորը չի, ամենակարևորը լռել, լսել, հասկանալ, հետո տարածելն է։ Այն որ կյանքը շատ է սիրում ու կարողանում ես գնահատել ամեն վայրկյանը ու շուրջդ տեսնել այդ սերը ու նաև ներկայացնել, սա արդեն պարզ է, իսկ ինչն է քեզ զայրացնում այսօր ասպարեզում, ինչը կցանկանաս փոխել։ Ես ինքս խոսքի մեծ սիրահար եմ, ես միշտ ասում եմ, որ մեր մտքի առաջին դրսևորումը մեր խոսքերն են, շատ կարևոր է մեր խոսքերն ուշադրություն դարձնել։ Ինձ զայրացնում է հունից չհանելու աստիճան, ուղղակի զայրացնում է այն իրականությունը, որ այսօր կարող ես նստել մարդկանց կողքին, իրենք կարող են կույտերով բառեր հետ տալ, միմյանց հետ կապի բացարձակ բացակայությամբ ու առանց հասկանալու, որ իրենց խոսքը նշանակություն, իրենց խոսքը հաղորդագրություն փոխանցելու համար է, այլ ոչ թե իրենց հոգու մաղձը դուրս բերելու։ Այսօր ասում են արտահայտվիր, բայց ահագին արտահայտություններ, որ արտահայտված չլինեին, այս աշխարհը շատ ավելի լավ կզգարի։ Չէ, տակրկիր, սա եմ պարագայում այնպիսի բաներ ասեց ասատուրը, որ ես հիմա մտածում եմ խոսեմ, թե լռեմ։ Չէ, ավելի լավ է խոսեմ հենց իր խոսքով։ Լույսի հոգեվարքից մթագնած խավարում, ուր հույսն անգամ խեղտամահ է եղել, ոմանք շարունակում են համառորեն հավատալ։ Հավատալ հավատարմությանն ու արժանապատվությանը, հավատալ ընտանիքի ու ընկերության կարևորությանը, հավատալ սիրուն ու նրանից բխող կենարար ուժին։ Անկամ գահավիժած սեփական հոգիների անհատակ անդունդները վստահ, որ ամեն ինչ կորած է, նույն կենսատու ուժից սնվելով նրանց հաջողում է պայքար մղել եւ տապալել հոգիները շղթայող ամենահրեշավոր հակառակորդներին իրենք իրենց։ Շատ մեծ է հավատը, հա, գրքի մեջ, իսկ քեզ համար կյանքում ինչ է հավատը, հույսը, սերը։ Կյանքի իմաստ, ես կյանքն ուրիշ ձև չեմ պատկերացնում։ Կյանքը պայքար չի, կյանքը գեղեցկություն է, կյանքը ապրել է պետք ուղղակի։ Պայքար ասածը մի տեսակ ամեն ինչ բերում է մարտական իրադրության, կյանքը այդքան էլ մարտական չի, կարող է եղել, այսօր հասարակությանը եկել է նրան բարեբախտաբար, որ չոր պետք է որ մարտանչենք, որ ապրենք, չպետք է մրցակցենք, որ ապրենք, ամեն պարագայում այսօր կողքերս նայում եմ, լսում եմ մրցակցություն, ինչ որ գովում են մրցակցությունը եւ այլն, ինքս դրան կտրականապես դեմ եմ մի պարզ պատճառով, որ այսօր մրցակցությունը բերում է նրան, որ փորձում ենք լինել լավագույնը, իսկ դրա հետին թաքնված միտքը այն է, որ ուզում ենք, որ մյուսները մեզանից մի փոքր ավելի քիչ հաջողեցնեն, վերջին հաշվով գալիս ենք դրան։ Այսինքն, եթե բերեմ թվաբանության, եթե ես ու դու մրցակցության մեջ ենք, դու անում ես 2, ես անում եմ 3, ես բավարարված եմ, որովհետև քեզ արդեն հաղթել եմ։ Իսկ եթե մրցակցություն չի, ամեն մեկս ուզում ենք ուղղակի արտահայտվել, այդ ժամանակ ես կարող եմ անել 10, 20, 30 հազար ու անverջ առանց նայելու թե դու զախողել ես թե հաջողեցրել։ Մրցակցությունը երևի սպորտում լավ է, բայց մեր ընդհանուր կյանքում առհասարակ ուղղակի դժբախտության աղբյուր։ Հետաքրքիր է, ժամանակակից գրականություն կարդում ես, լինելով ժամանակակից գրող։ Չէ, ամաչում եմ ասել, բայց մի պարզ պատճառով, որ ինչ սկսել եմ գրել ու դրանից առաջ, որ այդ մտորումները կային, որ արդեն ուզում էի մտքերս հանձնել թերթերին, սպիտակ էջերին, դադարել եմ առհասարակ կարդալը, որ որևէ ազդեցության տակ չընկնեմ։ Համար բացառվում է իհարկե, հիմա բացառվում է ուղղակի վերցնել մյուսի խոսքը կրկնել, հավաքել տարբեր ինֆորմացիաներ, կպցնել իրար ասել, թե ինչ որ բան եմ գրել, բոլորովին։ Իմ պատճառն է դա, բայց այնպես չի, որ որոշել եմ առհասարակ չկարդամ։ Շուտով կգամ, կսկսեմ կարդալ նորից ծանոթանալու համար պարզապես։ Իսկ հայ եւ համաշխարհային գրականությունից 3 գրող, որոնք մեծ ազդեցություն են գործել քեզ վրա ու առհասարակ խորհուրդ կտաս, որ կարդան կամ քո կյանքում ունեն յուրահատուկ դեր։ Իմ համար գրողների գրողը, որ եթե մեր երկիրը ավելի հզոր լիներ համաշխարհային մասշտաբով, որ կկայներ մեծերի կողքը, ինչպես Հյուգո ու Բալզակ, գրողների գրողը իմ համար միշտ եղել է Թումանյանը, Հովհաննես Թումանյանը, իմ համար միշտ եղել է գրողների գրողը։
իսկ համաշխարհայինների մեջից իմ համար բացառապես Հյուգո Բալզակ։ Շատ բարի։ Նարգիզի բույրը արդեն հանձնել ես ընթերցողի դատին ու վստահաբար շատերը ձեռք կբերեն կկարդան կհայտնեն իրենց կարծիքը, ինձ հետաքրքիր է հիմա արդեն Ասաթուր Հակոբյանի գլխում կան նոր ու հետաքրքիր մտքեր, նոր գրքեր հանձնելու։ Մեկ այլ գիրք արդեն գրված է, պատրաստ, ուղղակի այս բանի շտկումներն եմ անում, պետք է գնամ մի քանի օրից վերադառնում եմ Ֆրանսիա, այնտեղ հանձնելու եմ հրատարակչական տներին, 4-ից 5 ամիս է քաշում միջև հաստատվում է։ Այդ ընթացքում մի զուգահեռ թարգմանելու եմ հայերեն, դա կլինի երկրորդը, գրել եմ մի ուրիշ գիրք, որ եւ երրորդը արդեն պատրաստ է, պետք է ուղղակի թարգմանվի, հրատարակվի, ու ըստ երևույթին, եթե ամեն ինչ գնա իմ նախատեսածով, մոտակա 6-7 տարվա ընթացքում արդեն մի 10-ից 12 գիրք է նախատեսված։ Տեսեք, տարբեր երկրներ, տարբեր մարդիկ, տարբեր մտածելակերպեր, եթե նույն Թումանյանին վերցնենք, անուշը, որը այստեղ այսպես մեզ համար հայի համար, հա, լուրջ խնդիր ուներ հասարակության եւ այլն, գուցե թարգմանած վիճակում այլ երկրում ընկալվեր, թե ինչ խնդիր է, որ այս աղջիկը ինչից է տանջվում։ Այ հետաքրքիր է, երբ գրում ես, դու գրում ես ամեն դեպքում ֆրանսիացիների համար, թե հայերի համար, ու երկրորդ գիրքը, որը նախատեսվում է, ավելի շատ մեր ընթերցողի համար է, թե այնտեղի ու շատ են տարբերություն նմանությունները ընկալման ու չգիտեմ ավանդույթների մտածելակերպի ավանդույթների մեջ տարբերություններ կան, բայց ընկալման տարբերությունը գրեթե նույնն է, ինչի համար, որ այսօր մի պարզ իրականություն կա, նկատած կլինես Անահիտ ջան, երբ մարդիկ գալիս են, երբ փորձում են կյանքից սովորել, չենք ասում թե ամեն ինչ տեսել ենք, ամեն ինչ հաղթել, որ շարունակում ենք սովորել, նման մտածելակերպի մարդիկ գալիս են մի աստիճանի, մի հատ աստիճան է գալի, որ հասկանում ենք, որ մարդարարածը դառնում է ունիվերսալ։ Այսինքն, երբ սկսում ես դու ինչ-որ մի հատ խմբի մեջ քո տեսակը տեսնել, ես այս խմբին եմ պատկանում եւ այլն, այդ ժամանակ ունես քարացած հայացքներ, իսկ երբ ուղղակի դրանցից ազատվում ես, սկսում ես կյանքը նայել այնպեսին, ինչպեսին կա, այդ պարագայում գալիս ես ունիվերսալ հասկացողության, այսինքն այն մարդիկ, որ հասել են այդ մակարդակին, որ սկսում են կյանքը պարզապես նայել ինչպես կյանք, դրանք բոլորը անցալում են նույնպես աշխարհի հանդեպ մոտեցումը նույնն է։ Իսկ հավանաբար կան խմբեր այնտեղ կամ այստեղ, որ իրենց ճանաչում են ուղղակի իրենց այս տեսակի մեջ, բնականաբար անցալումը կլինի տարբեր, բայց ասեմ, որ ֆրանսիացի ազգի հանդեպ ես մեծ ակնածանք ունեմ ու իրենք ամեն օր ապացուցել են, որ իրենք պատրաստ են տեսնել ինչ է կատարվում ուրիշ տեղ, սովորել, գնահատել ու հարգանքով վերաբերվել ու իմ գիրքը չէ ինչ որ ֆրանսիական չի, հայկական չի, ուղղակի պարզապես մարդկային մտորումների մասին։ Բոլորին հարմար գիրք է, այնպես որ գնացեք, ձեռք բերեք ու անպայման կարդացեք Նարգիզի բույրը, ես ինքս անձամբ խորհուրդ եմ տալիս, եւ որպես վերջաբան ինձ հետաքրքիր է երկար տարիներ չլինելով Հայաստանում, այ վերադարձակ, ինչ նորություններ եք տեսնում հայրենիքում, որոնք ուրախացնում են եւ հակառակը, որոնք տխրեցնում են։ Ժամանակ կարճ է այդ քանի մասին խոսելու համար, տխնեցնող բաներ կան, ուրախացնող բաներ կան։ Գուցե նոր գրքի առիթ լինի։ Գուցե նոր գրքի առիթ լինի, հա։ Ընդհանուր առմամբ շատ փոփոխություններ չեմ տեսնում, որ ճիշտն ասեմ։ Լավ։ Մենք հույս ունենք, որ հիմա լավ խոսքեր ենք լսելու, չնայած կարծում եմ, որ Չէ, այսինքն ասած, որ փնտրենք կգտնենք։ Լավ, Նարգիզի բույրը զրույցն այսքանն էր, սիրելիներս, ինձ մնում է եւս մեկ անգամ հուշել, որ յուրահատուկ ժանրի, բայց եւ այնպես շատ հետաքրքիր Ասաթուր Հակոբյան, Նարգիզի բույրը փնտրեք ձեր գրախանութներում, հա, գլխավոր, գրեք նաեւ Ասաթուրի էջին, ես գիտեմ, որ ունեք նաեւ Instagram-յան էջ, Facebook-յան էջ, որտեղ կարող են բոլոր իրենց հուզող հարցերը, ինչու ոչ նաեւ մեկնաբանությունները ու կարծիքները ուղարկել, իդեպ կան արդեն այդպիսիք արձագանքը ինչպիսին է։ Իհարկե արձագանքներ կան, ոչ միայն այդ արձագանքները կարող են ուղարկել, այլ ցանկալի է, սպասում եմ իրենց պատասխանների, իրենց կարծիքներին, որտեղ ամեն մեկի ասած խոսքից մի ուսում, մի դաս քաղում ենք, շատ կարևոր է։ Շատ բարի նշեմ, որ գիրքը Փարիզում մեծ սեր է արդեն վայելել ու վստահաբար մեծ սեր կվայելի կրկնակի կամ քառակի հայրենիքում, այնպես որ փնտրեք, գտեք, կարդացեք, ուսումնասիրեք, մենք էլ կսպասենք Ասաթուր Հակոբյանից նոր նորություններով արդեն ու կրկին կհյուրընկալենք մեր տաղավարում, որպեսզի լուսաբանենք լավ նորությունը։ Շնորհակալություն ձեր կատարած աշխատանքի համար ու իսկապես յուրահատուկ ու հետաքրքիր ոճ բերելու համար Հայաստան, որովհետև տարբերվող է։ Շնորհակալ։ Զգացեք Նարգիզի բույրը, ես էլ զգացի ձեր ջերմությունը, վստահաբար մեր հյուրը նույնպես այսօրվա համար նախատեսել է այսքանը, ձեզ հետ էր Անահիտ Կիրակոսյանը, մնացեք բարով, հաջողություն։ Հաջողություն։